1900-ից ավելի բնակչություն ունի Մեծամոր համայնքի Այգեշատ գյուղը, հողագործությամբ անասնապահությամբ են զբաղվում հիմնականում։ Գյուղի եկեղեցին 1854-ին կառուցված եւ 2007-ին վերակառուցված Սուրբ Գևորգն է։ Մինչև այսօր գործում է, ամեն կիրակի Սուրբ Պատարագներ մատուցվում են։ Հենց այս եկեղեցում էլ այս կիրակի պատարագի մասնակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատարագը մատուցվեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskopos Ադամյանի ձեռամբ։ Այսօր մեզ համար ուրախություն է, որ Արմավիրի թեմի Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում միասնաբար աղոթակից ենք միասին բոլորս մեր սիրելի վարչապետի հետ միասին այս հայցը նախատեսված էր վաղուց, սակայն մենք գտնում էինք ուժման ընթացքում հետաձգվեց այց Արմավիրի մաս եւ այսօր կատարվեց այդ իրավունքություն մեզ բոլորիս։ Մենք ուրախ ենք, որ մեր պետության ղեկավարությունը իր հավատով, իր նվիրվածությամբ դեպի եկեղեցի, հատկապես մասնակցության, որովհետև լինել հավատացյալ եւ չմասնակցել Սուրբ Պատարագներին, հաղորդակից չլինել Սուրբ Հաղորդությանը եւ ընդհանրապես չապրել Քրիստոսի գծագրված մեզ համար կյանքով, ապա մեր քրիստոնյա կոչումը շատ կիսատ լինի։ Իսկ այսօր մենք տեսնենք ամբողջական այդ ընդհանուր գծերի մեջ մեր վարչապետի եւ մեր պետական հայրերի մոտ այդ ընդհանուր երևույթը, որի համար մենք մեծապես ուրախ ենք եւ մեր ողքին ցնծության մեջ է, որովհետեւ եկեղեցի պետություն այս համերաշխության գրավական մեր ժողովրդի հաջողության ուղին է։ Մենք կարող ենք լինել եւ առաջ գնալ դեպի խաղաղություն եւ հաստատում ինքերը դրան մեր պետության հիմքերը։ Աստված ով պահապանի մեզ բոլորիս։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը նույնպես մասնակցում էր պատարագին։ Նա նշեց այն խնդիրները, որոնց մասին այսօր խոսվում է, իրենք եկեղեցու ներսում բազմիցս են բարձրաձայնել։ Բայց երբ որ գալիս է մի պահ եւ տեսնում ենք, որ այդ հարցերը չեն լուծվում, արդեն մենք դիմում ենք մեր հասարակության աջակցությանը, որպեսզի միասնաբար այս խնդիրները բարձրացնենք։ Ինչ վերաբերում է միացողներին, ես կարող եմ ասել, որ լուր մենք շատ միավորվողներ ունենք, որոնք ամեն վայրկյան սպասում են հարցերի դրական լուծման։ Մենք ենք, մեր պետությունն է, մեր կառավարությունը, մենք ենք ընտրել, վաղը կընտրենք ուրիշ կառավարություն, այդ ուրիշ կառավարությունը թող գա եկեղեցու հետ միասին բոլոր խնդիրները լուծել։ Arczepiskopos-ը նաև ընդգծեց, վարչապետն այժմ էլ պատրաստ է հանդիպել ու խոսել Գարեգին Բ-ի հետ։ Այո, անձամբ է ասել, ընդունել, խոսել եւ նրա հետ քննել եւ իր հանգստի կոչվելու եւ հետագա մայրաթորին վերաբերող եկեղեցին վերաբերող բազում հարցեր, որովհետեւ լեցուն խնդիրներ կան, միայն կաթողիկոսի հրաժարականով հարցը չի լուծվում, որովհետեւ այնտեղ կան շատ հարցեր եւ այդ հարցերը կարող են լուծել այսօրվա գործող ամենայն հայոց կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Կիրակնորյա պատարագին վարչապետին ուղեկցում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդատյանը նշեց, եկեղեցու նորոգման գործընթացը արդեն մեկնարկել է։ Այսօրվա պատարագը եւ այսօրվա պատարագին բազմամարդությունը եւ հոգեվորականների եւ ժողովրդի դրա մասին է վկայում եւ այո գնում է ամեն ինչ այն ուղղությամբ, որ այո եկեղեցին պիտի նորոգվի եւ եկեղեցին պիտի ազատվի եւ ազատագրվի այն հոգեվորականներից, այսպես կոչված հոգեվորականներից, որոնք ստվեր են գցում եւ հայ առաքելական եկեղեցու եւ մեր հավատքի վրա։ Այգեշատում պատարագը մատուցվում է ամեն կիրակի, շատ գյուղացիներ են մասնակցում։ Այսօր սակայն մի փոքր այլ էր, պատմում են նրանք։ Այսօր մի քիչ համեմատաբար մի քիչ շատ է, երևի վարչապետի շնորհիվ։ Կարևոր եմ համարում, որ երկրի վարչապետն է գալի, ինչի չգանք որ։ Պատարագին մասնակցում էին հավատացյալներ ոչ միայն Արմավիրի մարզից։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, Կիրակնորյա լուրեր։